Եթերում սպասված հանդիպումն է, բարև ձեզ։ Եվ այսօր մեր սպասված հյուրը աշխարհագրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանն է։ Պարոն Մանասյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը։ Պարոն Մանասյան, այսօր խոսելու ենք ձեր հետ այն մասին, որ հաճախ աշխարհագրությունը ընկալվում է որպես գիտություն թվերի, քարտեզների, տարածությունների վերաբերյալ, բայց այն ավելին է, մտածողության ձև կարող է կառուցել եւ ձևավորել մարդու մոտ։ Առաջին հարցս նաեւ կարծում եմ հետաքրքիր կլինի հեռուստադիտողին, ինչպես առաջացավ ձեր մոտ հետաքրքրություն դեպի աշխարհագրության որպես գիտություն նկատմամբ, դա ավելի շատ դիտարկում էր, թե հենց աշխարհը հասկանալու ձեր փորձը։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Իրոք ցավոք աշխարհագրությունը հանրության կողմից ընկալվում է որպես փաստագրական, նկարագրական գիտություն, բայց իմ ամբողջ կյանքը ես նվիրել եմ աշխարհագրական գիտության եւ կրթությանը, իսկ իմացությունը մի քանի էսես փուլերի կարելի է բաժանել։ Առաջինը դա դպրոցական տարիներն էին, աշխարհությունը ինչ է տալիս, գիտելիքներ տարբեր երկրների, բնության, տարբեր երևույթների մասին, տնտեսության, բնակչության, ժողովուրդների եւ այլն, ես հետաքրքրասեր դպրոցական էի, բնական է, որ ինձ հետաքրքրում էր աշխարհագրությունը, շատ փաստեր իմանալ, շատ մայրաքաղաքներ, շատ լեռներ եւ այլն։ Դպրոցական տարիներին այդ ընկալումը կար եւ դա ինձ հետաքրքրում էր։ Արդեն հաջորդ փուլը, երբ որ ես իմիջիալոց շատ մեծ մրցակցություն կար, մի տեղի համար 10 դիմում, երբ որ ես ընդունվեցի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետ, արդեն ընկալումը փոխվեց։ Արդեն ես որպես գիտություն հասկացա, որ բավականին լուրջ գիտություն է, ընդդեմ յուրօրինակ գիտություն է։ Գիտեք ինչ, գիտություններ լինում են կամ բնական գիտություններ, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, կամ էլ հասարակական գիտություններ, պատմություն, տնտեսագիտություն, իրավագիտություն եւ այլն։ Աշխարհությունը յուրօրինակ լինել անում են որ նա ուսումնասիրում է թե բնական երևույթները, չէ՞ կլիմա, ռելիեֆ, ջրեր եւ այլն, եւ թե հասարակական երևույթները, տնտեսություն, բնակչություն, քաղաքական համակարգ։ Այսինքն դա ինչ որտեղ յուրօրինակ է, նա սինթեզ է այդ երկու երևույթների։ Եվ բուհական տարիներին ես ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, բավականին հայտնի պրոֆեսորներ, ընդորում մեկը մեր հայրենակիցն էր, Թաթիկ Հակոբյանը, Լեռնաձոր գյուղից, իմ առաջին ուսուցիչներից մեկը, եւ հասկացա, որ աշխարհությունը դա վաղուց անցել է նկարագրական փուլը։ Մագելանի, Կոլումբոսների ժամանակներ անցել է նոր տարածքներ հայտնագործել, նկարագրել, այսինքն ավելի կառուցողական, կիրառական նշանակություն ունեցող գիտություն է, եւ պատահական չէ, որ ես նույնիսկ հիշում եմ դիպլոմային աշխատանքս նվիրված էր Հայաստանի քաղաքների համակարգի մոդելին։ Նույնիսկ մաթեմատիկական մոդել է ես մշակել, որ Երևանը եւ մյուս քաղաքները, եթե օպտիմալ զարգանար համակարգը, ինչպիսի քաղաքներ օպտիմալ պարամետրով պետք է ունենային։ Եվ այդ աշխատանքը այնքան նենց բուրըն քննարկում եղավ, երկու օր քննարկվեց պաշտպանության ժամանակ, ինձ երաշխավորեցին եւ ուղարկեցին Մոսկվայի պետական համալսարան ասպիրանտուրա, նպատակային ասպիրանտուրա։ Ես իմիջիալոց շատ երիտասարդ եմ, ես վաղ եմ դպրոց գնացել, 20 տարեկանում ես արդեն ասպիրանտ էի, եւ Մոսկվայի պետական համալսարանում, որը աշխարհի լավագույն դպրոցներից մեկն էր, ընդհանրապես Մոսկվայի պետական համալսարանը ինքնին սովետական միության ռեյտինգով առաջին բուհն էր եւ աշխարհի լավագույն համալսարաններից մեկը, ես այնտեղ ինձ համար նոր աշխարհագրություն բացեցի։ Գիտեք ինչ, եթե աշխարհությունը նախկինում պատասխանում էր որտեղ հարցերին, ինչ որտեղ, ներկայումս արդեն պատասխանում է ինչպես, ինչու, ինչպես անել, ինչպես կազմակերպել, ինչպես կառուցել, ինչպես կանխատեսել։ Եվ ես այն մեծ գիտելիքներով, այդ պաշարով վերադարձա Հայաստան եւ շարունակեցի իմ աշխատանքը գիտության կրթության ոլորտում պետական համալսարանում։ Փաստորեն ոչ միայն գիտություն, այլ մտածելու ձև, աշխարհը տեսնելու յուրահատուկ հայացք, մեթոդ, եւ այսօր ինչպես կարող ենք օրինակ ինչ մեթոդաբանությամբ կարող ենք աշխատել աշակերտների հետ, որ հասկանան եւ ընկալեն աշխարհագրությունը որպես այդ մտածելակերպի հզոր աշխարհայացքի գիտություն։ Այ շատ հետաքրքիր հարց էր, ես
Այսպիսի հասկացություն կա, ես բերել եմ իմ մենագրություններից մեկը, ես 30-ից ավելի գրքերի, դասագրքերի մենագրությունների հեղինակ եմ, աշխարհության ներածություն, այնտեղ հատուկ բաժին կա, ինչ է աշխարհագրական մշակույթը եւ աշխարհագրական մտածողությունը։ Այդ դուք ճիշտ ասեցիք, ինչ է աշխարհագրական մտածողությունը, ինչով ենք մենք տարբերում այլ մասնագետներից։ Ես կարող եմ նշել 4 կարևոր մտածողության բաղադրիչներ։ Դա տարածական մտածողությունն է։ Մենք գործ ունենք տարածքի հետ։ Այդ ցանկացած օբյեկտ, որը այլ գիտություններն են ուսումնասիրում, ասենք քաղաքը կամ շրջանը, մենք դա քաղաքը դիտում ենք, ճարտարապետը դիտում է այլ աչքերով, որպես նախագծող օբյեկտ, տնտեսագետը այլ աչքերով, սոցիոլոգը այլ աչքերով, իսկ աշխարհագետը դիտում է որպես տարածական անհամասեր տարածք ունեցող տարբեր ֆունկցիոնալ գոտիների բաժանվող այսպես մի տարածք։ Այսինքն տարածական տարբերություններ ենք բացահայտում, տարածական առանձնահատկություններ։ Դա մեկ մտածողության մեկ բաղադրիչ։ Մյուսը դա համալիր մտածողությունն է, համակարգային մտածողությունն է։ Դա այն է, որ հատի որ գիտեք ինչ, տարբեր արդեն ես նշեցի, տարբեր գիտություններ գործ ունեն ինչ որ երևույթների հետ, ասենք տնտեսագետը տնտեսական process-ների երևույթներ չէ, սոցիոլոգը սոցիալական, քաղաքաշինարարը այլ աշխարհագետը գործ ունի եւ բնական եւ հասարակական երևույթների մեջ եւ որոշակի տարածում, այսինքն նա գիտելիքների սինթեզ պետք է անի։ Կարողանա համադրել այդ բնական, սոցիալական, տնտեսական տարբեր երևույթները։ Այսինքն համալիրային, համակարգային մտածողություն մյուս բաղադրիչն է։ Մյուսը դա գլոբալ մտածողություն։ Իսկ չորրորդը կոնկրետ մտածողություն։ Ամեն գլոբալիզմի հետ մեկտեղ կոնկրետությունը, որովհետև ամեն մի տարածք ունի յուրահատուկ աշխարհագրական դիրք, յուրահատուկ բնական, տնտեսական հատկանիշներ, այսինքն ամեն մի օբյեկտն էլ ըստ դրա ձևավորված արդեն եւ էթնիկ եւ ձեռքբերովի հատկություններ։ Այդ 4 հատկանիշներն են։ Իմիջիալոց ասեմ դες իմ տարիների փորձը ես երկար տարիներ դասավանդելու պետական համալսարանում միշտ ասել եմ ուսանողին կամ աշխարհագետը պետք է շատ լավ լինի կամ ոչ մեկի պետք չի։ Եթե նա չկարողացավ այդ փաստագրական նկարագրական փուլից մտի իմ ասած փուլը, կարողանա անալիզ անի, սինթեզ անի, կարողանա համադրի, կարողանա օրինաչափություններ, առանձնահատկություններ տեսնի, նա շատ հեշտությամբ մենք ունենք հրաշալի օրինակներ լավ կարիերա առած, եւ պետական պաշտոններում եւ մասնավոր սեկտորում, չէ՞ ասենք, իրոք աշխարհությունը տալիս է այդ համակարգային մտածողությունը։ Իսկ եթե նա ընդամենը նա փաստագրական փուլից չի կարողանում մտնել այդ կառուցողական կիրառական փուլը, նա կյանքում ոչինչ չի կարող հասնել։ Դա համը պետք է կամ լավ սովորել, կամ ոչ, դա իմիջիալոց ես չեմ ասել, դա Մոսկվայի համալսարանի աշխարհության այդ ամերամյոնի հիմնադիր Բարանսկին, որ նույնիսկ հերոսի կոչում է ստացել եւ Ստալինի խորհրդատուն է տնտեսության գծով, նա է ասել, որ աշխարհագետը պետք է կամ շատ լավ լինի, կամ ոչ մեկին պետք չի։ Պարոն Մանասյան, երբ ասում ենք Հայաստանի աշխարհագրական դիրք, որպես մասնագետ, ինչպես եք դուք ընկալում այս արտահայտությունը, սա այսպես ասած առավելություն է մշտական մարտահրավերների հիմք է, չգիտեմ, ինչպես կբնութագրեիք։ Նույնպես շատ հետաքրքիր հարց է դա։ Ես նույնիսկ դպրոցական դասագրքում եմ գրել 9-րդ դասերն Հայաստան աշխարհության եւ բուհական նաեւ դասագրքի հեղինակն եմ Հայաստանի աշխարհագրության, անկախ Հայաստանի աշխարհության, այնտեղ դրա մասին նույնիսկ ես գրել եմ։ Հայաստանի աշխարհագրական դիրքը շատ յուրօրինակ դիրք ունի, եթե քարտեզի մենք նայում ենք, նա տալիս է եւ շատ եւ հնարավորություններ զարգանալու եւ միաժամանակ շատ նաեւ սպառնալիքների մեջ պարունակում թաքնված։ Ես նույնիսկ գրել եմ մենք գտնվում ենք մեր յուրօրինակությունը ինչով է տարբերում, մենք ցավալի է որ ծովեր չունենք, սովորաբար լավ դիրքը չէ, ծովային դիրք ունենալն է, մենք գտնվում ենք տարբեր քաղաքակրթությունների շփման գոտում, քրիստոնեական, սլավոնական, ասենք կոնկրետ եւ մահմեդական քաղաքակրթությունների։ Դա ինչ է նշանակում, դա նշանակում մի կողմից մենք կարող ենք շատ լավ կամուջ լինել այդ քաղաքակրթությունների հաղորդակցման փոխհարաբերությունների առումով, մանավանդ հայերս այդ փորձը ունենք։ Մենք շատ լավ կարողանում ենք շատ հրաշալի մենք սփյուռք ունենք մահմեդական երկրներում։ Ես եղել եմ տարբեր երկրներում, վերջերս էլ Իրանում էի, շատ հրաշալի, այսպես ասած, սփյուռք ունենք կազմակերպված եւ պետությունը շատ հոգ է տանում մեր եկեղեցիների վանքերի վերանորոգման եւ այլ առումով, մյուսներ նաեւ Լիբանան, Սիրիա եւ այլն, եւ կարող ենք ցույց տալ, թե ինչպես կարող են այդ երկու քաղաքակրթությունների, այդ երկու մշակույթները համադրվեն, համատեղվեն, խաղաղ ապրեն, զարգանան եւ այլն։ Բայց մի կողմից էլ մենք նայում ենք քարտեզին
Սյունիքը դարել է միջազգային այսօր աշխարհաքաղաքական օրակարգի մեջ մտող հարցերից մեկը։ Այ դուք արմատներով Սյունիքից եք, պարոն Մանասյան։ Իհարկե։ Մասնավորապես Քաջարան քաղաք եւ պարտանում եք, շատ լավ։ Այսօր Հայաստանի Հանրապետության երկրորդ բարձր գագաթը կապուճիղը Խոստուփը, որ շատ զբոսաշրջիկների գրավում բերում է դեպի Կապան, եւ սկսել է մարդկային հոսքը դեպի Սյունիք, նաեւ այս զբոսաշրջության, լեռնագնացության առումով զարգանում է ամեն ինչ, եւ բայց քչերին է հայտնի լեռների ծագումնաբանությունը աշխարհագրական տեսանկյունից, ինչպիսին են, ինչ ավելի շուտ ոչ բարդ տերմիններով, բայց ինչ նկարագիր կարող եք տալ այս պարագայում։ Ճիշտ ասած, դրանց առաջացումը դա այլ գիտության դաշտում է գտնում, երկրաբանության դաշտում է գտնում, բայց ես նույնիսկ դասագրքում գրել եմ, այո, որոշ չափով ես կարող եմ ասել, որ ընդհանրապես հայկական լեռնաշխարհը եւ նաեւ Փոքր Կովկասը, որը Զանգեզուրը այդ Փոքր Կովկասի մեջ է մտնում, առաջացել է երկրաբանական համեմատաբար երիտասարդ շրջանում, այդպիսի տերմիններ կա՝ պալեոգեն, նեոգեն։ Պալեոգենում սկսել է, նեոգեն, դա մոտավորապես 40-45 միլիոն տարի առաջ էր։ Դա ծովի հատակ էր, այնտեղ տեղ ունեցան ծալքավորություններ, ներքին ուժերի ազդեցությամբ, այնուհետև այդ ծալքավորությունները բեկորատվել են եւ առաջացել են այդ Զանգեզուրի լեռները եւ նրա ճյուղավորումները, Բարգուշատը, Մեղրին, Խոստուփ կատարը եւ միաժամանակ հայկական լեռնաշարում երկու տիպի լեռներ կա, մեկը ծալքաբեկորային լեռներ են, արտաքինով էլ դրանք տարբերվում են, մյուսը հրաբխային լեռներն են։ Իսկ Սյունիքի բարձրավանակ իշխանասարը ծղուկը դրանք արդեն հրաբխային գոյացություններ են, հրաբխային գագաթներ են։ Մի խոսքով դրանք առաջացել են ներքին ուժերի ազդեցությամբ բարձրանալու եւ բեկորատվելու արդյունքում եւ Կապուճուղը եւ Խոստուփը։ Ընդորում դրանք երիտասարդ լեռներ են, դա համար բավականին ուղղաձիգ լաջեր ունեն։ Հին եւ նոր լեռները ինչով են տարբերում։ Արտաքին ուժերի ազդեցությամբ որ քայքայում են լեռները, ավելի լանջերը ավելի մեղմաթեք են, չէ՞ ասենք։ Բայց մենք տեսնում ենք, որ Սյունիքի լեռները բավականին բանն են։ Հետո երիտասարդ լինելու նաեւ ապացույցային է, որ այստեղ հաճախ երկրաշարժերը լինում, հին լեռներում չեն լինում, սովորաբար լինում, որը ցույց է տալիս երկրաշարժարկությունը, որ լեռնակազմական process-ները դերևս շարունակվում են։ Փուլի մեջ են։ Այ խոսեցինք այդ մասին, որ բնակչության եւ քաղաքների աշխարհագրությունը ինչով է հետաքրքիր, ինչ մտածելակերպ է տալիս մարդուն։ Ձեզ համար ո՞րն է ամենահետաքրքիր կողմը մարդու տարածքային վարքագծի մեջ։ Գիտեք ինչ, հիմա աշխարհագրությունը դարձել է մարդակենտրոն։ Չես ասեցի, որ նա այսպես բավականին գիտությունների ճյուղերից է բաղկացած համալիր գիտություն է, վերջ ինչի համար եք ուսումնասիրում տնտեսությունը, մարդու համար, չէ, ինչու համար եք տարածական առումով ուսումնասիրում բնությունը եւ այլն, մարդու համար, չէ, հա, այդ հումանիտար ուղղությունը մեծ է եւ իմիջիալուց ասեմ, մարդու տարածական բանը դա նոր ուղղություն է։ Ես իգս իմ մոտ 20 տարի առաջ իմ դոկտորականի մենագրություն եղավ, այնտեղ մարդկանց եսագործունեության տարածաժամանակային ցիկլերն եմ ուսումնասիրել։ Ես ձեզ ասեմ, որ տարբեր Հայաստանի տարբեր աշխարհագրական պայմաններում այդ տարածաժամանակային ցիկլերը բավականին տարբերում են։ Լեռնային տարածքներում մեկ ուրիշը, հարթավարայինում ուրիշը։ Մի քանի հատկանիշ կնշեք այդ տարբերությունների, օրինակ։ Գիտեք ինչ, մեկ տարածությունը լեռնային երկրներում չէ, տարածությունը մի քիչ այլ իմաստ է ստանում, ավելի մեծ։ Հարթավայրերը ավելի կոմպակտ է, չէ՞, նա գյուղերը ավելի խոշոր են, մարդը իր գյուղի սահմաններում է, իր օրական ցիկլը անցկացնում։ Բայց մեր մոտ գյուղերը փոքր են, չէ՞։ Մեր կարող է մի բնակավայրում ապրի, մի բնակավայրում իր կենցաղային ծառայություններ լինեն, իր աշխատանքը լինի, նա ավելի շատ մեծ տարածական այսպես բան ունի։ Իմիջիալուց ասեմ, տեսեք, Սյունիքը ամենափոքր գյուղական բնակավայր ունեցող մարզն է։ Եվ հնարավոր չէ այստեղ բոլոր գյուղերում դպրոցներ լինեն, բոլոր գյուղերում բուժական ծառայություններ լինեն, առողջապահական, բոլոր գյուղերում առևտրային եւ այլն, չէ։ Դա համար տարածական դաշտը ավելի մեծ է։ Իմիջիալուց ասեմ, ես այն ժամանակ դերևս, քանի որ ես ասեմ ձեզ Հայաստանի վարչատարածքային բաժանման հայրենակներից մեկն եմ, այսօր մարզերը կան, չէ, ասենք։ Այն ժամանակ, երբ որ մենք մարզերը բաժանեցինք պրոֆեսոր Վալիսյանի հետ, դերևս 92-93 թվականներին կառավարությունը մեր ամբիոնին հազարից տնտեսական աշխարհության, մենք այն ժամանակ
մեր առաջարկությունը անցավ մարզերի կտրվածքով, բայց համայնքների հարցով չանցավ։ Համայնքները վերցեցին բոլոր գյուղերին տվեցին համայնքի կարգավիճակ։ Հետո խոսք առաջացավ խոշորացման։ Եվ ես այդ իմ հետազոտության ընթացքում, երբ որ այդ կեսագործունեության ցիկլերն էի ուսումնասիրում տարածական, ես Հայաստանում առանձնացեցի մոտ 300-350 համայնքներ։ Այսինքն ես գտնում եմ, որ մի քանի իրար մոտիկ գտնվող գյուղերը պետք է ստեղծեն համայնք, որովհետև այդ 2-3000 բնակիչը բավական է, այսինքն այդ բնակչության այդ տարածքում մարդ կարող է իր ամենօրյա պահանջները բավարարի, չէ՞, դպրոց ունենա, եւ այլ ծառայություններ։ Ցավոք համայնքների խոշորացում մեր մոտ այլ բովանդակություն ստացավ, ոչ թե խոշորացում տեղ ունեցավ, այլ գերխոշորացում։ Նախկին շրջանները ըստ էության վերականգնվեցին։ Համայնք իմաստը որպես մարդկանց սոցիալ տնտեսական ընդհանրություն վերացավ։ Ինքնակառավարումը, ինքնակազմակերպումը մենք արհամարեցինք։ Այսօր պատկերացնում եք մի գյուղ համայնքի կենտրոնից 40-50 Սյունիքում, չէ, Ղափանի կամ Սիսիանի հեռավորության վրա է գտնվում։ Իսկ համայնքի իմաստը որն է, որ բնակիչը կարողանա ինքնա իր խնդիրները իր համայնքում լուծի։ Ստացվեց ավելի ցավոք, այո, ես բավականին ցավում եմ, սա այսօրվա իշխանությունների չէ, դա նախորդի ժամանակ է սկսել, եւ այսօրվա բանը շարունակեցին, ես կարծում եմ վաղ թե ուշ պետք է դրանք վերանայել, որովհետեւ դա ինչին կբերի, որ փոքր գյուղերը կվերանան, առանցնային վերանում են։ Դուք գիտեք, որ Սյունիքի մարզում 132 գյուղից որ 12-13 գյուղ լքված գյուղեր են եւ մի 50-ներ հերթ են, որ լքվելու են։ Այս բանը մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այս հարցերին։ Իհարկե պատճառներից մեկն է դա, այլ պատճառներ կան, որ գյուղերը վերանում են, բնազրկում են, բայց ընդհանրապես գիտեք ինչ, աշխարհագրական մտածողությունը եւ աշխարհագրական այդ բանը ցավոք մենք արհամարում ենք։ Այսօր գիտեք, որ երկրներում են, որ աշխարհությունը մեծ տեղ ունի հասարակության մեջ։ Կայսրական պետություններ են, որոնք ունեն ուժեղ աշխարհագրական ընկերություններ, մեկը Ռուսաստանը։ Գիտեք, Ռուսաստանի աշխարհագրական ընկերության նախագահն Շոյգուն է։ Գիտեք, պաշտպանության նախկին նախարար։ Իսկ Պուտինը անմիջապես մասնակցում է եւ շատ մեծ ֆինանսական հնարավորում է։ Անգլիան, Մեծ Բրիտանիան, թագավորական աշխարհագրական ընկերություն։ Հաջորդը մեծ Ամերիկայի Միացյալ Նահանգները, դուք գիտեք, նույնիսկ ալիքունի, չէ, աշխարհագրական ընկերություններին, եւ Ֆրանսիան։ Ինչու՞, որովհետեւ դրանք տարած կայսերական պետություններ են եւ նրանք իրանց համար չէ աշխարհագրական գիտությունը, գիտելիքները իրենց աշխարհակահաղական, այսպես ասած, բաներում մեծ դեր է խաղում։ Գիտության կրթության մարդ եմ, ես շատ ողջունեցի ակադեմիական քաղաքի այդ գաղափարը։ Ինչու՞։ Որովհետեւ աշխարհում իրոք դա շատ երկրներում ճիշտ է, ոչ այսքան բոլոր բուհերը անբար, բայց որ բուհական այդպիսի կենտրոն է ստեղծելը, դա շատ ճիշտ է ու բան, բայց գաղափարը ճիշտ է, բայց վայրը որ ընտրել են Երևանի ծայրամասը, դա միանգամայն անընդունելի է։ Ես գտնում եմ, որ իհարկե ոչ բուհեր, օրինակ ես գտնում եմ պետական համալսարան պիտի Երևանը մնա բժշկականը, բայց ագրո համալսարանը, որոշ այլ բուհեր կարելի է տեղափոխել, որոնք ասենք տեխնիկական այ բուհերը։ Եվ այդ բուհական կենտրոն ստեղծելը դա ստեղծում է նոր աճի բևեր։ Եվ ես աճի բևեր ավելի շատ տեսնում եմ Հայաստանի սահմանածայրամասային բանում։ Գիտեք ինչ, այսօր կարող մի քիչ բան հնչի, չէ, ասենք ոնց թե մենք բուհերը գիտությունը տանենք Հայաստանը փոքր երկիր է։ Հեսա հյուսիս-հարավ ճանապարհներ կառուցելու շատ մանչելի է դառնալու։ Ինչ վատա որ Սիսիանի կամ Գորիսի ինչ որ տեղ կապան մեղրին այդքան հարմար տեղեր չկա։ Ստեղծեք մի հատ ակադեմիական քաղաք։ Ստեղծեք մի նոր հակակշիռ Երևանին, ստեղծեք մի նոր աճի բևեր։ Եվ գիտեք ինչ, այսօր գտնում եմ ոնց թե սա սովորեն Երևանում չէ պետք է բուհերը լինեն, ես դե աշխարհագետ եմ, քանի որ նաև եղել եմ իմիջիալոց ասել շատ երկրներում, երբ որ Լաս Վեգասը ամայի տեղ բոլոր ժամանակ անապատում կարիճների, օծերի թակավորությամբ ստեղծեն ժամանցի բաների խաղատների կենտրոն, չէ՞ ասենք։ Այնտեղ խնդիրն է որ բոլոր քաղաքներից ցանը միտեղ կենտրոնացնեն, որ մոտակա 100 կիլոմետրում ոչ մի գետահոսով ոչ բր անապատ է։ Եվ այսօր Լաս Վեգասը դարել է մի օազիս ամենաարագ աճող քաղաք Ամերիկայում։ Նույնը ինչու տանենք մենք Սյունիքում այդ ակադեմիական քաղաքը կամ ես չեմ ասում անպայման Սյունիքում, միգուցե Լորիում կամ Շիրակում, բայց մենք Երևանը առանցին մեծ ենք, այդ ակադեմիական քաղաքը գիտես ինչ ձգողական ուժ ունենալու, չէ։
Այսինքն մարզերից ինչքան մենք սա մարզերի բուերը վերացնում ենք, մենք ամբողջ մարզերի դերտասարությունը բերում ենք կենտրոնացնում Երևան եւ դարձնում ենք մնացած մարզերը Երևանի սպասարկող ինչ որ տարածքներ։ Այ դիք այդպիսի հարցեր կա։ Աշխարհությունը հենց գիտություն այդ տարածական համաչափությունների, ճիշտ տեղաբաշխման, ճիշտ կազմակերպման, տարածական ճիշտ կազմակերպման առումով ցավոք դիքը այդպիսի օրինակներ կան աշխարհության արամարելը բերում է այսպիսի տարածքային անհամաչափություններ, որը եւ ազգային անվտանգության, եւ տնտեսական, եւ էկոլոգիական առումով Հայաստան պետությունը ապագա չունի այս անհամաչափ դեպով։ Ամբողջը Երևան, չի կարելի։ Հետաքրքիր էին ձեր դիտարկումները, պարոն Մանասյան, ուզում եմ վերադառնանք ձեր ակունքներին։ Ձեր հայրը Գառնիկ Մանասյանը Քաջարյան քաղաքի կառուցման գործում մեծ ավանդ ունեցող շինարար էր։ Եվ հաստատ եղել են պատմություններ տանը, հետաքրքիր հիշարժան փաստարկներով դրվագներ, ինչ հիշողություններ դուք ունեք։ Նա պատմում էր ինչպես է կառուցում քաղաքը, ինչն էր կարևոր, ինչին էին առաջնահերթություն տալիս։ Գիտեք ինչ, իմ հայրը մենք ծնվել ենք Վերին Հանդ գյուղում, որը Քաջանի թաղամասերից մեկն է։ Ճիշտ ասած, ես ապրել եմ մինչև 7 տարեկան, հետո տեղափոխվել եմ Երևան, բայց հայրս շարունակել է աշխատել Քաջարանում, մենք ընտանիքով Երևանում, ինքը Քաջարանում, այնպես ստացվեց, որ ինգրա աշխատանքային կեսագործությունը համընկավ Քաջարան քաղաքի ստեղծման հետ։ Չէ, Քաջան էր, չէ, կառուցապատվել է 50-ական, 60-ական թվականին։ Ինքն էլ իր աշխատանքային կեսագործությունը հիմնականում հետ պատերազմյան տարիներն էին։ Դե ժամանակ Քաջարանցին ինչ աշխատատեղ կարող էր ունենալ կամ հանքափոր, հանքում աշխատել կամ շինարար, որովհետև քաղաքը փոքր գյուղեր էին, պետք է կառուցվեր շինարարություն։ Հայրս ճիշտ պահին, ճիշտ տեղում մի քննրեց ձեփագործի մասնագիտությունը, շինարարի մասնագիտությունը, ստեղծեց բրիգադ եւ ասեմ դες, որ ամբողջ Քաջարանի եւ բոլոր շենքերում սկսած կոմբինացիա ցիկը մասնագիտություն ունեցել է։ Եվ իր աշխատանքը գնահատվել է պետության կողմից։ Ինքը 2 անգամ 60-ական թվականին ընտրվել է Քաջարանից Հայաստանի Գերագույն սովետի պատգամավոր։ Հետագայում ինքը նաև կապանում է բավականին մեծ թաղամաս կառուցել միայն Քաջարան չէ, որտեղ այն ժամանակ տրեստը Քաջարանշին տրեստ էր կոչվում, Քաջարանշի տրեստ, որը կառուցապատում էր ամբողջ Կապանի տարածաշրջանում։ Այդ Կայանամերձ շրջանը, Չերեմուշկան, Քաջարանի, Կապանի ինքը բավականին շենքեր ունի եւ 4-ի գամսում շենք էր կառուցում, ամբողջ, գիտեք ինչ, ինքը ուներ կոմպլեքս, այդպես է կոչվում բրիգադ, կոմպլեքսային բրիգադ, այսինքն հիմքից մինչև վերջ իրենք կառուցում են, բոլոր տեսակի մասնագիտություններ կային։ Ինքը մոտ 20-30 հոգանոց բրիգադի ղեկավարն էր։ Հետո, երբ որ ես ընդունվեցի, ես հետո դպրոցը Կապանում ավարտեցի, 75 թվականին որ ընդունվեցի պետական համալսարան, հայրիկը մեզ հետ տեղափոխվեց ուրեմն Երևան, Երաշին տրեստ, ինքը շարունակեց իր ակտիվ գործը։ Օրինակ կոնյակի նոր կորպուսը հայրս է կառուցել, հացի գործարան, հրատարակության շենքը եւ այլն, եւ նաեւ ընտրվեց ՍՍՄ Գերագույն սովետի պատգամավոր, սովետական միության Գերագույն ամենաբարձր օրգանի այդ պատգամավոր։ Ու նաեւ ինքը ստացավ սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենին իշխաններ եւ պետական մրցանակներ սովետական միության Հայաստանի, այսինքն դա մի ամբողջ Եթե բեդաներշային մի թանգարանային նյութ է իր այդ պատողերերը բանը։ Գիտեք ինչ, հայրս իրոք ինքը աշխատասեր էր, ինքը շատ համառ էր, շատ այսպես սկզբունքային էր, շատ էր սիրում հայրենիքը, դա շատ բնութագրական է։ Ինքը շատ, ասեմ, շատ մեծ բարեգործ էր, ինքը շատ, մի խոսքով շատ դրական հատկանիշներ կային եւ իրոք Քաջարանի ես անկեղծ ասած միջև զարմանում եմ, չգիտեմ նախորդ քաղաքապետը խոսել եմ, իր արձածգործը այնքան մեծ էր։ Իր մասին գրել է Սիլվա Կապուտիկյանը, Սերոխազադյանը, շատ բաներ ինքը բավականին շատ, այսպես ասած, բաներ կան, որ Քաջանի համար ինքը, եթե մի քանի հոգի կա, որ մեծ լումա ունեն Քաջանի կառուցմանը, դա հայրս է։ Ամենտեղ հպարտանում եմ, որ Քաջարանցի է։ Ընդհանրապես գիտեք ինչ, Սյունիք Հայաստանի այսօր ինչ է ստացվում, Սյունիք Հայաստանի ամենաբարեկեցիկ մարզն է, Երևանը եթե չեք հաշվում, չէ՞ մարզերի մեջ։
Եվ աղքատության ամենացածը ցուցանիշն է, եւ արդյունաբերության 14%-ը Սյունիքն է տալիս։ Բոլոր ռեսուրսներում ամենահարուստն են, ջրային, հողային, դե հանքային չեմ ասում, աշխարհի մոլեբդին 8%-ը Քաջանում է գտնվում։ Ես հիմա հույս ունեմ այս տարի կավարտեմ Սյունիքի զբոսաշրջային ներուժը, քանի որ ես հիմա տուրիզմի ամբիոնում եմ աշխատում, այդ խորությամբ ուզում եմ այդ ներկայացնեմ, Սյունիքը զբոսաշրջային, այդ թվում նաև Կապան Քաջարանը մեծ ներուժ ունի։ Մենք պետք է լեռնահանքային արդյունաբերության այլընտրանքներ գտնենք։ Պարոն Մանասյան, անձնական հարցից խնդրում եմ պատասխանել, դուք որ երկրում եք օրինակ սիրում հանգստանալ։ Այդքան լավ ճանաչելով աշխարհը գիտական տեսանկյունից։ Ես աշխարհը շատ լավ ճանաչում եմ ու շատ տասնյակ երկրներում եղել եմ, ամենալավ երկրներում։ Ամենաշատը ես զգում եմ Հայաստանում, հատկապես Սյունիքում, հատկապես լեռներում։ Ես սիրում եմ բնությունը։ Բայց եթե կոնկրետ ավելի կոնկրետ ասենք, Սյունիք հանգստի։ Ցավոք վերջի տարիներին ոչ հաճախ, բայց որոշել եմ արդեն դա դարձեմ ամեն տարվա բան։ Չէ, ես անցյալ տարի կա, մի տարի Մեղրիում մնաց, մի օր Մեղրիում մնացի, բան եւ այլն, Օվանվեյ ճամփանով։ Բայց ասեմ ձեզ, իսկ եթե կոնկրետ որ երկրներն եմ ես սիրում, ես դեռ շատ եմ սիրում Եպատական չի, եւ ամոչ դա նոր բան չեմ ասի, միջերկրածովյան երկրները։ Ինձ համար դա ես հատկապես միջերկրածովյան, օրինակ Ֆրանսիայի հարավում մի քանի տարի հանգստացել եմ միջերկրածով, Իտալիա, ասենք Չեռնոգորիա, Թուրքիա եւ այլ երկրներում, ասենք միջերկրածովյան երկրներ եմ դուրս գալիս, որովհետեւ գիտեք ինչ, այնտեղ ծովը համադրվում եմ գեղեցիկ բնության, գեղեցիկ ճարտարապետության, բարձր կարգի սերվիզի հետ, դա ինձ համար ավելի դրական։ Եվ Վրաստանը։ Եվ մեր հարևան երկիրը Վրաստանը։ Այդ սիրում եմ, Վրաստանն եմ սիրում գնալ հանգստի։ Երևի կոլորիտը պահել են շատ է սիրում Ղրիմը։ Ես 5 տարի ուսանողների պրակտիկայում տարի Ղրիմ, Յալտա։ Դուք ինչպես եք տնօրինում ձեր ազատ ժամանակը։ Տարիքի հետ կապված բնույթը փոխվել է։ Երիտասարդ տարիքում շատ է սիրում ֆուտբոլ։ Հիմա ես բայց արդեն իմ սիրած թիմերը ունեմ, ես նայում եմ հետաքրքիր խաղերին, Բարսելոնն է իմ սիրած թիմը, ասեմ ձեզ։ Իսկ ինչ վերաբերում է խաղացել եմ եւ ուսանողական տարիներին համալսարանի եւ Մոսկվայի համալսարանում մենք Urartu թիմ ունեինք, մասնակցում էինք այդ համայնքային խաղերին։ Մի անգամ հիշում կազմակերպիչի զբորն է Արմենիա, զբորն է Լատինսկա Ամերիկա, իմ հարևանը կոլումբիացի էր, եւ մենք 4-2 գրեցինք ամբողջ համալսարանը կպսրել էինք։ Հետո երկար տարիներ դասախոսական թիմ ունեինք պետհամալսարանի, ես մոտ 15 տարի խաղացել եմ, ֆուտբոլն է, իսկ հիմա հետո ավելի շատ սիրում եմ բնության մեջ չանցկացնել ժամանակս, իսկ հիմա ավելի շատ նստակյաց գրքեր եմ գրում։ Մեկը դասագիրք է, կոչվում է տուրիստական երկրագրություն, իսկ մեկը Սյունիքի համեմատաբար Սյունիքի զբոսաշրջային ներուժը։ Շատ լավ։ Շնորհակալություն այս տարի լույս կտեսնի։ Շնորհակալություն պարոն Մանասյան, հաջողություն ձեզ ձեր աշխատանքային բնագավառում, խելացի ուսանողներ եւ նպատակասլաց ուսանողներ։ Շատ ճիշտ ասացիք, ես գիտեք ինչ, մենք պետք է գիտակցենք, որ երկրի ապագան կրթությունն է։ Միշտ ասել եմ, ռազմավարական մեկը մեր պաշտպանունակությունն է, մյուսը դա կրթությունն է։ Չէ, չինական բանն է ասում, չէ, եթե կար ժամանակում ես պլավորում, ծառ տնկիր, եթե միջին ժամկետ է, չէ, տուն կառուցիր, իսկ եթե երկար ժամկետ կրթություն կատարելագործվիր։ Ցավոք մեր կրթական ես 40 տարվա մոտավորապես կտրվածքով որպես դասախոս ընդորում համալսարանի 7 ֆակուլտետներում եւ տարբեր բույրում դասավանդած, ցավոք կրթության մակարդակը մեր մոտ եւ ինչ է ավելի ցավալի, այսօր լավ սովորողներ հիմնականում աղջիկներ են։ Եւ բոլոր բաժիններում ավելի մոտիվացված են եւ ավելի լավ ուսանողները, ես ոչ թե Բրյուսովի, ես վերջ 2 տարի Բրյուսովի աշխատում դենտեղ հիմնականում աղջիկներ են, ես համալսարանում եմ ասում տարբեր ֆակուլտետներում, այս համար դա շատ ցավալի է, որ մեր մոտ տղաների մոտ, չգիտես ինչու, այդ մոտիվացիաները ավելի քիչ են։ Եվ ավելի խելացի, ավելի շատ, ավելի նպատակասլաց են աղջիկները, մեր սերունդում տես չէր, մեր բոլոր լավ սովորողները տղաներն էին։ Այդ դա էլ ցավալի է, ոչ միայն ընդհանուր մակարդակն այն չէ, նաև այդ սերային այդ։ Հետաքրքիր է։ Շնորհակալություն պարոն Մանասյան։
Հիշեցնեմ, եթերում սպասված հանդիպումներ, իսկ իմ հյուրը աշխարհագրության գիտությունների դոկտոր պրոֆեսոր Մաքսիմ Մանասյանն էր։ Կհանդիպենք։